Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտամ Նացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ինժեներական քաղաքի բիզնես աքսելատորի շենքի բացման արարողությանը, շրջայց կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին։ Նա ծանոթացել է նաև Հայաստան ճարտարագիտական շփաթության դեսի ներկայացված աշխատանքներին ու նմուշներին։ Թրամփի երթուղին կարող է դառնալ միջին միջանցքի հաջողության նոր խթան։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ ընդգծել ԱՄՆ-ի հատուկ դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Ազգային ժողովի պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցել է Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին եվրոպական այս հարթակից միջազգային հանրությանը ներկայացրել կարևորն ու համամարտկայինը։ Ջերմուկում երրորդյա որոնումներից հետո փրկարարները ջերմուկ 1 հեկի ջրում հայտնաբերել են կորած քաղաքացուդին, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայ օգնության ֆոնդը շարունակում է ընդլայնել իր աջակցությունը սահմանամերձ եւ սոցիալապես անապահով շրջաններին։ Այսօր ՀՕՖ-ը զբաղվում է նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների հիմնախնդիրների լուծմամբ։ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը, վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, տեղեկացվել է, որ շենքի եւ ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, նաեւ սարքավորումների եւ կահույքի ձեռքբերման համար միջոցները հատկացվել են Հայաստանի Հանրապետության պետբյուջեից։ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաեւ Շարլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները։ Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստան ճարտարագիտական շփաթության դեսի ներկայացված աշխատանքներին եւ նմուշներին, PMI Sins ինժեներական լաբորատորիաների գործունեությանը։ Այս կենտրոնի հիմնական նպատակը ինժեներական ապագա սերնդի տեխնոլոգիաների հետազոտությունն է եւ հաջորդ սերնդի մեր պրոդուկտների մեջ լինելու են ստանդարտներին համապատասխան աերոզոլի, նյութագիտության եւ էլեկտրոնիկայի հետազոտման լաբորատորիաներ, ու շատ լավ, որ որքան շնորհակալություն պարոն նախարար մեզ ստեղ կարգավորում է, որովհետեւ այս հարկը դառել է գիտական հետազոտությունների հարկ, այստեղ նաև գտնվելու ոնց հասկանում են հայ գիտական լաբորատորիաներ եւ ինժեներական լաբորատորիաները, որոնք որ ընդհանուր օգտագործման համար են, ու շատ լավ մեր մատակարարներից մեկի հետ էինք զրուցում, օրինակ Metavist 3D printer-ի բան ենք քննարկում, որ այսպիսի բարդության եւ այսպիսի մանրության բաներ կարողանանք տպել ճշտությամբ ու արագ, այսինքն րոպեների ընթացքում, որպեսզի հենց գաղափարը հասնում է, հենց գաղափարը առաջանում է, միանգամից կարողանանք այդ գաղափարը տեսկանալ, միանգամից կարողանանք մուլտիդիսցիպլինար թիմը հավաքել նյութագետների, քիմիկոսների, ինժեներների, որտեղ որ բազմաթիվ պրոֆիլներ կան էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման ու արագ ես միջավայրում կարողանանք արագ ես արագությունը ձեր հիմնական գործառույթը այդ ծառայությունները մատուցելն է։ Դուք սեփական հետազոտություններ չեք անում։ Մեր ուղղակի իրենք ձեր սարքավորումներից օգտվում են։ Այո, մենք թույլ ենք մենակ սարքավորումներից, թե ուրիշ նաև մենք ֆինանսավորում ենք խորհրդատվություն։ Ֆինանսավորում եք 300-ից ավել գիտահետազոտական ծրագրեր ֆինանսավորվել։ Հաջորդ թիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, կառավարության արտաքին բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը, իրական Հայաստանի գաղափարախոսությանը եւ այլ թեմաների։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում հարցազրույց է տվել Pass Blue-ին, որում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման ու դրա նշանակությանը։ Նա նշել է, թե Երևանը համարում է, որ խաղաղությունը հաստատված է, սակայն դա ամրապնդելու համար պետք է լուծվեն մարդասիրական հարցեր։
Խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարցերին։ Բադալյանն անդրադառնալով թրիփ նախագծին հույս է հայտնել, որ դրա իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այն կարող է լինել ավելի մեծ նախագծի, միջին միջանցքի եւ այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ եւ հակառակը, նշել է նա։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Բադալյանի խոսքով Երևանն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի դրանց կարգավորմանը, ինչը ենթադրում է սահմանի բացում։ Թրամփի երթուղու իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի միջին միջանցք նախաձեռնության հաջողությանը։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիջբեկ Օմուրալիևը։ Նրա խոսքով թրիփը կկազմի Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, ապա Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղու մի մասը։ Այն գտնվում է արևելք-արևմուտք առանցքի վրա հյուսիսային եւ հարավային տրանսպորտային միջանցքների միջև եւ առաջարկում է նշանակալի ռազմավարական առավելություններ երկու այլընտրանքային երթուղիների համեմատ։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը, նաեւ Թրամփի երթուղու իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդեն միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը, ասել է նա։ Օմուրալիևն ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։ Եվրոպական խորհրդանի պատգամավոր Ֆերնան Կարթհայզերն էլ հրատապգրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին, հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Նա նշել է, Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը, միջազգային միակ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։ Վստահելի տեղեկություններն էլ վկայում են նաև պահվողների առողջական վիճակի վատ տարածման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, նաև քաղաքական շարժառիթներով եւ կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցել է Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։ Եվրոպական քաղաքական այս կառույցը պատվիրակների համար հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորն ու համամարտկայինը։ Շաբաթվա սկզբին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Եվրոպական քաղաքական այս կառույցը պատվիրակների համար հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորն ու համամարտկայինը։ Օրակարգերի առանցքում ռուս-ուկրաինական ու իսրայելա-պաղեստինյան պատերազմներն էր եւ դրանց դիվանագիտական լուծման ուղիները։ Նիստերի ընթացքում հունգարացի պատվիրակ Ժոլտ Նեմետն առանձնացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը միտված խաղաղությանը։ Նշենք, որ Բաքվի պատվիրակների մուտքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով արդեն երկրորդ տարին է, շարունակում է մնալ փակ։ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կառույցում դադարեցվել էին ժողովրդավարությանը հակասող մի քանի պատճառներով։ Եվրոպական օրակարգով առաջ շարժվող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս ներկա էր աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Վեհաժողովի հետ մեր երկիրն ունի ձևավորված ամուր կապեր, կառույցի ընդունած բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Եվրոպական հեղինակավոր ամբիոնից նշեց Հայաստանի վարչապետն ու պատասխանեց նաև պատվիրակների հարցերին եւ հստակ ձևակերպումներով փոխանցեց մեզ համար առանցքային ուղերձներ։ Օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ 5 օր տևած նիստերի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակները հանդես եկան ելույթներով։ Մեր երկրի խորհրդարանականները Ստրասբուրգում էին ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ելույթները տարբեր էին, ունեին կոնկրետ շեշտադրումներ։ Նախ անդրադարձ կատարվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այդ համատեքստում ազգային ժողովի պատգամավորները խոսեցին նաև տարբեր գործընթացներում երիտասարդների ներգրավվածության
վերաբերյալ։ Փաստվեց, որ Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունակար։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումները քննարկել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Բարեկո պարոն Կարապետյան, շնորհակալություն մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումները եւ սկսենք շաբաթվա սկզբից ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի մեկնարկումից։ Նախ ինչպես է գնահատում մեկնարկը, այնտեղ հնչում են տարբեր հայտարարություններ, թե հայկական կողմից, թե մյուս երկրների կողմից եւ առհասարակ այդ ամբիոնը իսկապես ծառայում է իր նպատակին որևէ հարց լուծելու համար եւ ընդհանրապես հայկական պատվիրակության իդեմս վարչապետի ելույթներին անդրադառնանք, խնդրեմ ձեր գնահատական այս մասը։ Շնորհակալ եմ հարցադրման համար, իրականում բավականին լուրջ ամբիոն է, որտեղ քննարկվում են լուրջ հարցեր, ընդ որում բազմապիսի հարցեր են քննարկվում, առաջի տպավորությունը, երբ որ մենք մասնագետներով փորձում ենք վերլուծել, կարծես առաջի տպավորությունը այնպիսին է, որ հայամետ հայտարարություններ են հնչում տարբեր երկրների պատվիրակների կողմից, ենթադրում եմ տեղյակ եք գերիների վերադարձի պահանջներ են ներկայացնում տարբեր երկրների ներկայացնում, եւ այստեղ տպավորությունն է, որ իրավիճակին տիրապետում են համենայն դեպս այդ կառույցում ներկայացուցիչները, որովհետեւ հարցադրման բովանդակությունները, երբ որ նայում ես, հասկանում ես, որ գոնե տիրապետում են մարդիկ իրավիճակին եւ ճիշտ հարցադրումներ են տալիս։ Վարչապետի ներկայությամբ տեսանք որոշ հարցադրումներ եղան, որոշ հարցադրումներին սթափ պատասխաններ հնչեցին, որոշ պատասխաններում ես որպես մասնագետ իմ գնահատականը սուբյեկտիվ տալիս եմ, որ կիքսեր արձանագրեցին եւ մի շարք վիճահարույց եւ մտահոգիչ հայտարարություն եղավ, մանավանդ արցախցիների վերադարձի հետ կապված դիրքորոշումը, որ աներկբա է, որ դա անիրատեսական է դիտարկվում, շատ վտանգավոր ընդ որում հայտարարություններ։ Զանգեզուրի Միջանցքի հետ կապված չագերտավոր սադրիչ հայտարարությանը հարցադրմանը պատասխան եղավ մասամբ տեղին պատասխան մասամբ էլի կիքսերով, էլի իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում, բայց ընդհանուր առմամբ տպավորությունը լավ էր, նստաշրջանը բավականին հայամետ դիրքորոշումներով եւ դիտանկյունից եթե նայում ենք անաչառության հայամետ դիրքորոշումներով հայտարարություններ հնչեցին, գործնական փուլ տեսնենք ժամանակը ցույց կտա։ ԵԽԽՎ-ին անդրադառնանք, Կիպրոսի падգամավորները շատ կոշտ հայտարարեցին հենց այդ գերիների մասով, որ դուք նշեցիք, մի փոքր մանրամասնիկ հակագծերը բացենք, նշեցին, որ որևէ իրավունք չի խախտվել իրականում, բոլոր իրավունքները խախտվել են իրականում, որևէ մեկը իրավունք չի տվել, որ իրավունքները խախտած պետությանը խոսքը Ադրբեջանի մասին էր, պետք է տալ առավելություններ եւ ինչ ուզի անի իր առավելապաշտական նկրտումները շարունակելով։ Եվ նրանք հստակ ձևակերպեցին, որ այո, գերիները պետք է ազատ արձակվեն եւ պետք է վերադարձվեն այնտեղ մշակութային եւ բոլոր այդ ամբողջ քեյսը, փաթեթով։ Կիպրացի падգամավորների լսող կա։ Դե տեսեք, բարձր ամբիոն է, հնչում են նման գնահատականներ, հայտարարությունների տեսքով, իհարկե լսողներ կան։ Ուրիշ բան է գործնական փուլում դա կիրառողներ լինեն։ Տվյալ դեպքում Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանը իր քաղաքական վարկագծով անդրդվել է մանավանդ գերիների վերադարձի հարցով, մանավանդ այն համատեքստում, երբ որ հիմա մենք գնում ենք խաղաղության եւ երկուստեք պայմանավորվում ենք ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների սկսմանը, բարեդրացիականության հաստատմանը եւ այլն, եւ այդ համատեքստում այդ ոգուն համահունչ կարծես պետք է լիներ հետեւյալը, որ գերիների վերադարձի մասով խոսույթը պետք է սրերով չդիրավորվեր Բաքվի կողմից, բայց տեսնում ենք, որ համենայն դեպս տեսեք, այստեղ կա հետեւյալը, Բաքվում գտնվում են գերիներ, բայց աննախադեպ քանակով, թվականակով, իսկ Հայաստանում X քանակի, եթե որպես այդպեսին։ Այստեղ նաև խնդիրը այլ է, ինչ դիտանկյան տակ ես նայում, երբ որ ասում ես գերիների վերադարձ։ Այսինքն քանակի դիմաց, որովհետև այս սկզբունքով կարծես մենք բոլոր գերիներին հանձնել ենք։ Դերևս այն պահից սկսած, երբ որ արդեն խաղաղություն էր հաստատվում։ Բայց բոլոր դիմացել հիմա այդպես չի։ Բոլոր դիմաց, բայց փաստացի ստացվում է, որ այո, ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ մի շարք զինվորականներ դերևս գտնվում են Բաքվում, ընդ որում
Մենք ականատես ենք լինում ամենօրյա ռեժիմով, ուրեմն դատական պրոցեսների, հետևաբար այստեղ հասկանալի է, որ Բաքուն չի պատրաստվում գնալ այդ քայլին, ես թերահավատ եմ այդ հարցում եւ ես կարծում եմ, որ նույնիսկ երբ որ Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ խոսվում էր գերիների վերադարձի, ընդ որում Թրամփի շուրթերով, դա գործնական փուլ էլի չմտավ։ Որոշ խնդիրներ եմ ես տեսնում այստեղ, որի մասին մեր աշխատանքն է թերի մեջ։ Չէ, աշխատանքը այսպես է, տեսեք, բարձրաստիճան ղեկավարությունը ասում է, որ ամենօրյա ռեժիմով, պատշաճ կերպով մենք դրանով այդ հարցով զբաղվում ենք։ Բոլոր հնարավոր պատկան մարմիններին, միջազգային կառույցներին մենք դիմում ենք այդ հարցով, հորդորում ենք օր առաջ ճնշում գործադրել Բաքվի վրա, փորձելով մեր գերիներին հետ վերադարձնել։ Հա, մանավանդ էլ եմ ասում, երբ որ խոսույթում պտտվում է երկուստեք խաղաղության օրակարգը։ Եվ այս համատեքստում տրամաբանական է, որ նրանք պետք է զիջեին եւ մեզ տրամադրեին մեր գերիներին։ Այն նույն տրամաբանությամբ, որը որ հենց այսօր մենք ականատես ենք դառնում գազայի մասով։ Հայտնի ձեր այսօր, հա, չասեմ պատմական ձեռքբերում, բայց հենց այսօր տեղ ունեցավ գերիների վերադարձի երկուստեք ընդ որում համաձայնություն, որը կիրառվելու է մինչև կիրակի օրը։ Հիմա այդ նույն տրամաբանությունը բնականաբար շատ վաղուց պետք է կիրառվեր մեր մասով, որը չի կիրառվել։ Տեսեք, եվրոպական կառույցների ուշադրությունը կարծես Հայաստանի եւ Ադրբեջանի մասով խորանում է, հատկապես Արցախի մասով եւ Արցախահայերի։ Այստեղ եվրոպական դատանը Բաքվից հայերի մասին հաշվետվություն է պահանջում եւ ասում է, որ դուք պետք է պարտադիր ասեք 23 հոգի են այնտեղ, թե ինչքան են, ինչ առողջական վիճակում են եւ այլն եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ եվրոպական կառույցները իսկապես շահագրգռված են ու իսկապես հետաքրքրված են եւ ինչու հենց այս փուլում։ Պարոն Աբրամյան, ձեր ասածը իրականում այո, որպես գործիք կիրառվում է, բայց ես ասեմ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից էլ այնտեղ միշտ մշտադիդարգում է, դե կարելի է բառը ճիշտ այդպես ասել։ Այո, եվրոպական դատարանը տեղի է ունենում, հա, Բաքվում պավող հայ գերիների առողջական վիճակի մասին, հա, տեղեկատվության տրամադրում, նրանց այցելություններ, զանգի հնարավորություն եւ այլն։ Հիմա ձեր ասածը զուտ մատնանշում է այն հանգամանքը, որ վերջի իրադարձությունների հետ կապված, ես չգիտեմ, դա քաղաքական ենթատեքստ ունի թե ոչ, դա ավելի շատ Բաքվում իրենց դիրքավորումը ունեն այս մասով։ Ամենայն դեպս չէր թույլատրվում կամ ինֆորմացիա չէր տրամադրվում, այդտեղ արհեստական խնդիր ու խոչընդոտներ էր առաջացել։ Հիմա պահանջը արդենից ձեր կողմից մատնանշված ավելի հստակ է։ Եվ եթե ես չեմ սխալվում, նույնիսկ օր ու ժամ է նշանակվել, որ հստակ պետք է տեղեկատվություն տրամադրվի։ Նույնիսկ ասեցին, հիմա ես թույլ տվեք ուղղակի այդ падգամավորի անունը հիշեցնեմ, Ֆերնան Կարթհայզերը նշեց, որ պարտադիր պետք է դուք նրանց առողջական վիճակի եւ նա ասեց, որ մենք ունենք նույնիսկ տեղեկատվություն, որ նրանք պատշաճ վիճակում չեն գտնվում եւ նրանց առողջապահական որևէ գործողություն պատշաճ արված չի։ Ժամ են դրել, այո։ Եվ ավելին ասեմ, այդտեղ հայտարարության դուք մի մասն եք կարդում, երկրորդ հատվածն էլ ասում էր, որ նույնիսկ մենք պատրաստ ենք եւ կարող ենք տրամադրել բժշկական խումբ, որը որ նման ուրեմն քննություն կանցկացնի, առողջական քննություններ, ցանկացած, հա, այսինքն անալիզներ եւ այլն, որովհետեւ մենք ունենանք անաչառ պատկեր։ Բայց Ադրբեջանը Կարմիր խաչը նույնիսկ փակեց, այնտեղ չկա այլ որևէ բան չկա, որևէ կառույց չկա միջազգային։ Այսինքն ինչի մասին ենք հիմա մենք խոսում, որ խաղաղության օրակարգին համահունչ չի նրա վարած քաղաքականությունը։ Մենք դա ենք հենց հիմա ձեր հետ միասին արձանագրում։ Եվ այդ կոչերը եվրոպական բարձրաստիճան ղեկավարության եւ լուրջ կառույցների այս մասով Ադրբեջանը շարունակում է իրեն անդրդվելի պահել եւ չհաջակցել կամ չհամագործակցել նման կառույցների հետ։ Իհարկե դա նեգատիվ ազդեցություն է թողնելու։ Իհարկե դա եվրոպական գոլեգաների մոտ տարակուսանքի տեղիք է տալիս։ Ուղղակի ասում են, հայտարարում են եւ գնում են տուն։ Դե ցավը այն է, որ այո, գործնական փուլ չի մտնում, ինչպես նշեցի։ Շատ լավ, նախկին պաշտոնյաներից չնշեմ անունը, թույլ տվեք, Արցախահայերի վերաբերյալ ասեց շատ կարևոր հայտարարություն, վերադարձի իրավունքի երկու կարևոր զարգացում կա։ Մեկը նա է, որ պետդեպարտամենտը ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար կարգավորման հիմքում ընկած առաջնահերթություն Արցախահայերի վերադարձի եւ երկրորդը Ժնևում Շվեյցարիայի ազգային խորհրդի երկու անդամներ նշել են, որ պետք է տեղի ունենա Արցախցիների ու ադրբեջանցիների համար ստեղծված ֆորում, որի երաշխավորը հենց Շվեյցարիան է, իրենց ազգային պալատը, որտեղ նրանք պետք է իրանց մեջ հասկանան ինչ են անում։ Այս երկու կարևոր կետերին եմ ուզում անդրադառնալ։ Իրականում նման միջնորդություններ եւ հարտակներ մի շարք երկրներ նման տրամաբանության շրջանակներում առաջարկներ եղել է տարբեր երկրների
այդ թվում Շվեյցարիան շատ ակտիվ է այդ հարցում, փորձում է անկողմնակալ եւ անաչառ դիրքերից իրոք փորձում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխել մի դաշտ, որտեղ որ հիմնակարը դա խաղաղությունը եւ խաղաղության հիմքի վրա ստեղծվող երկուստեք արժանապատիվ համակեցության կանոններն են, բայց ցավով եմ նշում, ելի գնահատականս նեգատիվ է այն մասով, որ Ադրբեջանը որևիցե արձագանք չի տվել դրան։ Եվ ընդհանրապես արցախցիների վերադարձի մասով, եթե համայն դեպս Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը նույնիսկ անիրատեսական է տեսնում հետ վերադարձի հնարավորությունը եւ նրանց իրավունքների գործարկումը տվյալ դեպքում շատ դժվար է լինելու ցանկացած այլ պետության, լինի դա Շվեյցարիան թե այլ եվրոպական երկիր, որևիցե միջնորդություն ի կատարածի եւ դա գործնական փուլ մտնի։ Ցավոք եմ դա նշում ես հիմա։ Տեսեք, շատ կարևոր եւս մի հարցի եմ ուզում անդրադառնամ, տեսեք, Պաղեստինի մասին եմ ուզում խոսենք, 160 երկիր արդեն ճանաչել է այդ պետությունը, այն դեպքում, երբ ոչ կար սահմաններ, ոչ էլ սահմանադրություն, իսկ Արցախը ուներ եւ մեկը եւ մյուսը։ Եվ ինչով էր պայմանավորված, որ այդ ծանր օրհասական պահին հենց նույն արևմուտքը եվրոպական երկրները որևէ բան չարեցին, հայտարարություններ էր թղթի տեսքով, ուղղակի խոսույթի տեսքով, մամուլու հաղորդագրությունների տեսքով եւ ոչ ավել։ Մի մասը նշում է, որ դուք վերցրել եք ռուսական ծիրը, այնտեղ Ռուսաստանն էր, Կրեմլն էր, դրա համար արևմուտքը որևէ բան չարեց, մյուս մասն ասում է սխալ խոսույթեր եւ այսպես շարունակ, վերջապես ո՞րն էր խնդիրը։ Դե տեսեք, էլի հնչում են տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ։ Իրականում ես 2 օր առաջ հենց ձեր հարցադրման մասով հայտարարություն կատարեցի, ասելով հետեւյալը, որ այո, ձեր կողմից ասված ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրներ, 100-ից ավել երկրներ պատրաստ են այստեղ խոսույթը նախ պատտվում էր Գազայի անկախության հաստատման, հետո հասկացանք, որ տվյալ դեպքում դա ավելի աներիատեսական է, իրատեսական, երբ որ խոսքը գնում է Պաղեստին պետության ստեղծման, որի մեջ կմտնի Գազայի։ Այս մասով իհարկե աշխատանքներ տարվում են, մի շարք երկրներ ճանաչում են իդեմս որպես Պաղեստին պետություն եւ հենց գործիք որպես այդպիսին, հա, այս իրադարձություններին փորձում են հրամցնել, որ մենք կճանաչենք Պաղեստինը, ընդ որում այնպիսի պետություններ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, Գերմանիան է, Ֆրանսիան, Իտալիան եւ այլն։ Եվ այս մասով տեսեք, հավանականությունը այո կա, ինչու չկա, այո կա, եթե 140 երկիր պաշտոնապես պատրաստ է, արդեն իսկ ճանաչել եւ ճանաչում են, այսինքն գործընթացը գնում է արդեն իսկ այդ ուղղությամբ, ընդ որում արդեն Վաշինգտոնյան համաձայնությունը արդեն կա խաղաղության հաստատման այս բան զինադատարի, ոչ թե խաղաղության, ավելի ճիշտ։ Այս մասով իրատեսական եմ ես տեսնում։ Գիտեք, տպավորություն է ստեղծվում, որ աշխարհի մի շարք երկրներ պատրաստ են ճանաչել արդեն Պաղեստին պետություն, որպես սուվերեն ինքնիշխան պետություն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես նոր միավոր, պետական միավոր։ Եվ ես այստեղ այո, շատ ճիշտ եք ասում, որ ես ինքս զուգահեռներ եմ անցկացնում, իհարկե զարմանքով եւ որոշակի տարակուսանքով, որովհետեւ տեսեք Արցախի հանրապետությունը իր բոլոր իսկ որպես կազմավորում, իր բոլոր պետական ատրիբուտներով պատրաստ պետություն էր ճանաչվելու։ Բոլոր ատրիբուտներն ուներ որպես պետություն ճանաչվել, բայց չճանաչվեց։ Ու այստեղ շահարկման մի հատ առարկա կա, գիտեք, ես կուզենամ առիթ եք ընձեռել, ես այդ մասով ասեմ։ Տեսեք, շատերը շահարկում են իհարկե չհասկանալով ոչ պատմագրությունը, ոչ աշխարհաքաղաքականությունը, ոչ տվյալ փորձում են զուգահեռներ անցկացնել Գազայի բնակիչների արաբների, ինչպես նրանք մինչև վերջին պահը չեն լքում իրենց հայրենիքը, մնում են նույնիսկ կոտորվելով, հա, սպանդի ենթարկվելով, գենոցիդի ենթարկվելով։ Տեսեք, Արցախի դեպքում, որտեղ որ էլի էգզիստենցիալ խնդիր կար, դուք գիտեք, ադրբեջանական այդ ճնշումը եւ համակեցության որևիցե կանոնի ամիս ուղակի սովի մատնեց։ Այո, սովի մատնելով հանդերձ եւ այստեղ մենք գոնե գիտենք, որ Արցախահայությունը գոնե Հայաստանի ելք ու մուտք ուներ, հնարավոր մի օղակ կար, որտեղ որ նա կարող էր գնալ։ Եվ այստեղ պաղեստինցիները, ես ձեզ վստահեցնում եմ, իրենք տեղ չունեն գնալու, բառից բուն իմաստով, ոչ մի հարևան երկիր, լինի դա Հորդանանը, Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան, ոչ մեկը պատրաստակամություն չի դրսևորել, օգնել, օժանդակել եւ փախստականներին դիմավորել։ Որպես այդպեսին լավագույն դեպքում խոսք է եղել հումանիտար օգնություն տրամադրելու մասով։ Ես ուզում եմ սա հստակ մենք ընդգծենք, որովհետև շահարկման առարկա է դարձել, այ տեսեք Գազայի բնակիչները մնացին, այդուհանդերձ պայքարեցին, դրա արդյունքում է, որ միջազգային հանրությունը եւ մի շարք վերպետական կառույցներ փորձում են ինքնիշխանություն շնորհել նրանց, պետություն տալ նրանց, հա։ Եվ այստեղ շատ վիճահարույց է այդ մասը, որովհետև ամեն կոնֆլիկտ ինդիվիդուալ է, չի կարելի այս մասով ամենայն դեպս համադրել։ Եվ վերջին հարցը շատ կարճ, որովհետև եթերային ժամանակը սպառվում է։ Միջազգային իրավունքը ըստ էության այլևս գոյություն ունի թե չունի։ Որտեղ որ ուժի գործոնն է
գերիշխում, իսկ տվյալ դեպքում ուժի գործոնը միջազգային իրավունքը կաղում է այդտեղ։ Ես ցավով եմ նշում, բայց փորձը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը այսօր ստորադասված է, կիրառվում է այն ժամանակ, գերտերությունների, հեգեմոն գերտերությունների կողմից, երբ նպատակահարմար է գտնվում։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ հանգամանալից զրուցելու համար։ Շարունակում ենք թողարկումը հոկտեմբերի 2-ին հազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Փիրքյասի անտառ կոչվող տարածքում քաղաքացի է կորել անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Երրորդյա որոնողական աշխատանքների արդյունքում Ջերմուկ 1 փոքր հեկի պատվարում ջրում փրկարարները հայտնաբերել են քաղաքացու շաբաթվա քրեական քրոնիկոնում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության նախարարության զորամասի ժամկետային 2 զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաշան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես 2 զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ՍՀ-ի հասցեին։ Այնուհետև խմբով դաշան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին արկա մարմնական վնասվածքը նկատել է Պաշտպանության նախարարության զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, որը պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի 2 զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում արկա վնասվածքը շպարել։ Այսպիսով 3 անձի գործողությունների հետևանքով ՍՀ-ն իրեն ամրացված ինքնանձիկով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է 2 կրակոց, գործելով ինքնասպանություն։ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 1 անձի նկատմամբ իշխանությունը չարաշահելու համար։ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ տնային կալանքը։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չի արդարացվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել նրան մեղավոր ճանաչելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը։ Վճիռն ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարին Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ։ Ցորի զորամասի D20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ 1 զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ։ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով arczepiskopos-ի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Վերջին 8 ամսում դատախազությունը պետությանը գույքերի վերադարձման պահանջով 183 հայց է ներկայացրել դատարան։ Արդեն վերադարձվել է 4 միլիարդ 171 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ Միայն 4 գույք ծաղկաձորում է եւս 6 հողատարածք Երևանում։ Դատական ակտերից մեկով էլ Իջևան համայնքին է վերադարձվել զբոսայգու 5 հողատարածք։ Պարզվել է, որ 16 անձի կառուցապատման իրավունք է գրանցված ամբողջ զբոսայգու տարածքում։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի 2 պաշտոնատար անձինք մեղադրվում են 4.5 միլիոն դրամի հափշտակության մեջ։ Մասնավորապես 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների եւ ՍՊ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել եւ կանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ այլ դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել եւ գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել։ Սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Պետությանը պատճառված 4.5 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։
Հայ օգնության ֆոնդը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանին հասցեագրելով կրթական, սոցիալական և հումանիտար խնդիրները։ Կազմակերպությունը շարունակում է ընդլայնել իր աջակցությունը սահմանամերձ և սոցիալապես անապահով շրջաններին։ Այսօր հովը զբաղվում է նաև Արցախից տեղահանված ընտանիքների հիմնախնդիրների լուծմամբ։ Հայ օգնության ֆոնդը շուրջ 37 տարվա պատմություն ունեցող բարեգործական կազմակերպությունը շարունակում է իր ամուր ներկայությունն ու աջակցությունը Հայաստանին։ Հիմնադրվելով 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո, հովն այս ընթացքում Հայաստանին է հատկացրել ավելի քան $400 միլիոն, ներդրումներ կատարելով հարյուրավոր ծրագրերում, ենթակառուցվածքներից մինչև կրթություն և տեխնոլոգիական զարգացում։ Սկզբնական շրջանում հովի ուշադրության կենտրոնում եղել են շինարարական և վերականգնողական աշխատանքները, բնակարանային ապահովման ծրագրերը, մարդկանց անհրաժեշտ առաջնային սննդամթերքով ապահովելը, սակայն ժամանակի ընթացքում կազմակերպությունը ռազմավարական շրջադարձ է կատարել, կենտրոնանալով երկարաժամկետ ծրագրերի վրա։ Մեր գործունեությունը ժամանակի ընթացքում ընդլայնվել է։ Այժմ իրականացնում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսուցում ու կրթական տարբեր ծրագրեր, որպեսզի մեր նոր սերնդին հնարավորություն տանք ապրել լիարժեք կյանքով։ Եթե մարդուն ձուկ տաս, նա կսնվի մեկ օր, բայց եթե սովորեցնես ձուկ որսալ, կապահովես ամբողջ կյանքի ապրուստը։ Հենց այս գաղափարախոսությունն է մեր ծրագրային նոր քաղաքականության հիմքում կենտրոնացում կրթության, տեխնիկական հմտությունների ուսուցման, երեխաների պաշտպանության և տնտեսական կայուն զարգացման վրա։ Հովը բազմամյա փորձ ունի երեխաների պաշտպանության ոլորտում կազմակերպության կենտրոնում առաջին աջակցություն է ստացել ավելի քան 15,000 երեխա։ Ինչպես նշում են կազմակերպությունում, Հայաստանն ունի սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն ունի անսպառ մարդկային կապիտալ, հատկապես մաթեմատիկայի, ինժեներիայի և բնագիտության ոլորտում։ Տարիներ առաջ, երբ մենք սկսեցինք կենտրոնանալ և ուշադրություն դարձնել երեխաների տեխնիկական կրթության վրա, նկատառումը այն էր, որ Հայաստանը չունի բնական պաշարներ, նավթ, գազ, չունի նավահանգիստներ, չունի այնպիսի հարստություն, որը կկարողանար արտահանել, բայց Հայաստանն ունի տաղանդավոր մարդիկ, հատկապես բնագիտության ոլորտում, ուստի պետք է աջակցել նրանց կարողությունների զարգացմանը։ Տեխնոլոգիական և մասնագիտական ծրագրերն արդեն ընդգրկում են մի քանի տասնյակ համայնքներ։ Հովի աջակցությամբ գործում են ուսումնական կենտրոններ, որտեղ երեխաները ստանում են մասնագիտություններ, սկսած վարսահարդարումից մինչև ավտոմոբիլային սպասարկում։ Հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց համար ստեղծելով ներառական կրթական միջավայր։ Վերջին տարիներին հովը սկսել է նոր ծրագրեր փրկել սերունդները, որի հիմնական շահառուները գտնվում են Հայաստանի սահմանամերձ մարզերում, մասնավորապես Տավուշում և Սյունիքում։ Մոտեցումը համապարփակ է, ընտրվում են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց կարիքները գնահատվում են տեղում։ Ընտանեկան աշխատանքային պլան մշակելուց հետո իրականացվում է բնակարանային բարելավում, երեխաների կրթության աջակցություն, հոգեբանական օգնություն, նույնիսկ փոքր բիզնեսների մեկնարկ։ Այս տարածաշրջանում արդեն կառուցվել է մոտ 30 մանկապարտեզ, ընդ որում 17-ը հենց Տավուշի մարզում։ Հիմնական ուղղությունները Հայ օգնության ֆոնդի աշխատանքի դրանք առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, երեխաների պաշտպանություն, տնտեսական զարգացում, համայնքային և տնտեսական զարգացում։ Սրանք 4 ուղղություններն են, որոնց մեջ աշխատում են մեր ծրագրերը և իրենք առանձին ծրագրեր չեն։ Այս բոլոր ծրագրերը փոխկապակցված են և շատ մեծ համագործակցություն կա այդ բոլոր ծրագրերի մեջ, այսինքն այս ծրագրի շահառուն կամ այս ծրագրի շրջանակում օգնություն ստացողը, օրինակ բնակարանի իրավիճակի ավելացման օգտվում է կրթական ծրագրից, հնարավորություն է ստանում կրթություն շարունակել եւ այլն։ 2023 թվականին հովն առաջիններից էր, որը արձագանքեց Արցախից բռնի տեղահանվածների կարիքներին, աջակցելով ավելի քան 15,000 մարդու։ Այսօր Տավուշում, Սյունիքում եւ Սիսիանում բնակություն հաստատած 600 արցախցի ընտանիքներ ստացել են համապարփակ աջակցություն հումանիտար, հոգեբանական, բնակարանային, նաեւ տնտեսական զարգացման ծրագրերով։ Տավուշում օրինակ հովն աջակցում է արցախցիներին քաղաքացիություն ստանալու, բնակարան գտնելու եւ փոքր տնտեսություն զարգացնելու հարցում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների. Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի Շոստկա քաղաքի երկաթուղային կայարանին, որի հետևանքով կան տասնյակ վիրավորներ, իսկ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ամենամեծ նավթամթերքի լցակայաններից մեկին՝ Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ 1935 թվականին հիմնված լցակայանը տարեկան 6.6 միլիոն տոննա հում նավթ է արտադրում։ Վերջին ամիսներին Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները ռուսական լցակայանների վրա, արդեն 16 լցակայան թիրախավորվել է, ինչի հետևանքով ռուսական դիզելի արտահանումը հասել է 2020 թվականի ամենացածր մակարդակին։ Ռուսական զորքերը փորձում են ներթափանցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի խորքեր, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում Դոնեցկի և Զապորոժիայի մարզերի սահմանին գտնվող մի քանի գյուղերում։ Ռուսաստանյան որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են ռուսական զորքերի առաջխաղացման մասին, սակայն ուկրաինական Deep State նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում իրավիճակին, չի հաստատում այդ աղբյուրների պնդումները։ Միջազգային մյուս լուրերը դիտեք տեսաշարով։ Կորցնելով Մոլդովան, Պուտինը ամեն ինչ կանի Հայաստանը չկորցնելու համար։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է, որն է լինելու Հայաստանի ընտրությունը։ Ժողովրդավար Հայաստանը միայն կարող է լինել քաղաքակիրթ աշխարհի գործընկեր, ինչ են քննարկել Քոչարյանն ու Կիրիենկոն Մոսկվայում։ Այս թեմաների շուրջ լուրերից դուրս զրուցել են Գագիկ Մկրտչյանը եւ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, հաջողություն։ Ցտեսություն։